Մետնայի ոնց է ջարդում համարակարած քարը ձևական որ համարակալեր են, հա վրոդի, որ պահպանեն։ Ջարդում են, իսկ հետևը նայիր ախմախության ֆոնը։ Երևանյան ներկա ախմախ դեմքը։ Աչեր, 3 հատ լավ է, ինքն Սենց լավ չի հայտնի։ Սիրուն է։ Մարդիկ չայ-չայ դնել են որ դու փոքր։ Սա օգտագործել։ Աջան։ Դասակները պայքարում են այս քարները այգու պահպանման համար։ Այսինքն որ կարելի է նաև ցուցադրել թե բացի կանաչ տարածքներից նաև ինչա ոչնչանում մեր քաղաքում։ Որոշեցինք իմ ֆոտոարխիվի մի մասը ցուցադրել այսօր։ Ցուցադրականներից երևի տեսանք, որ ցավոք սրտի բավականին տխուր լուսանկարներ են եւ խորհուրդ ցույց տալիս, որ մենք միայն Երևանը պահպանում ենք լուսանկարների մեջ, այս ոչ ռեալ կյանքում։ Այսօր այս պայքարի հենց իմաստը նա է, որ կարողանանք ինչ-որ մի բան փոխել այս քաղաքում եւ ռեալ փոփոխություն լինի, այսինքն հետո մի ծառ մի քառակուսի մետր կանաչ տարածք կամ մի շենք, եթե քրկենք, կարծում եմ, որ Երևանում ահագին բան կսկսի փոխվել։ Մենք բոլոր միջոցները օգտագործել ենք, որպեսզի այս այգին մնա որպես հանրային տարածք եւ չվերածվի բիզնես միջավայրի։ Բոլոր քայլերը անելու ենք եւ սա այն վերջնական քայլերից մեկն է, որ մենք մեր նստածությամբ եւ այստեղ մնալով փորձում ենք պաշտպանել այգին որևէ տեսակ ոտնձգությունից։ Մեր հաջողությունս նրանք են, որ առաջիկայում մենք հանդիպել ենք այս քաղաքապետի հետ, որպեսզի խնդիրները անձամբ ներկայացնենք, չափի խնդիր տեղի կա։ Բաղական մյուս օրը մենք կհանդիպենք իր հետ, արդեն նախնական պայմանավորություն կա, որպեսզի նորից շեշտենք պահանջը, որ մենք որևէ ձեռք թույլ չենք տալու, որպեսզի այս հանրային տարածքը ոչնչանա։ Այսօր արդեն երրորդ օրն է, որ մենք հավաքվում ենք առավոտվանից մինչև ուշ գիշեր հսկում ենք, որպեսզի ոչ մի շինարարական աշխատանքներ չկատարվեն ստեղ, փակցնում ենք տարբեր տեղերում, որ այգին հսկվում է հանրության կողմից, սա հանրային կանաչ տարածք է, որ պատկանում է մեզ բոլորիս, բիզնեսի մուտքը արգելվում է։ Այսօր առավոտը որ եկանք, մենք տեսանք, որ իրանք այս մեր նստարանները հանել էին, տարել էին, սաղ մեր պլակատները, փոքրիկ թռուցիկները, որ կապում ենք, ստեղ մաքրել էին, բայց դրանով ոչինչ չկարողացան նրանք անել, մենք միևնույնն է կազմակերպվեցինք, գտանք այդ ամեն ինչը նորից մեր այսպես ասած տունը սարքեցինք ստեղ, մեր նստավայրը, որտեղ մենք առավոտվանից մինչև ուշ գիշեր նստացույց ենք անում, ասած կարելի ասել։ Մի հատ էլ ասենք։ Այնու վերջանում ամեն ինչ։ Եթե երկար է, լավ բան ես ասում։ Որ, հա, պրինցիպի լավ բան ասում։